Ադրբեջանական Ազերտելեկոմը հայկական Թելեկոմ Արմենիայի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության, Ազերտելեկոմը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց առաջին հարցը, որ առաջանում է, հետևյալն է. ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը, անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։ Ընդհանրապես պետք է հիշել, Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերության որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը, հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը մեղմ ասած միամտություն է։ Իսկ ահա ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հենց Ադրբեջանն է այդ հարցում կախվածության մեջ լինելու Հայաստանից։ Անսպասելի նորություն է, չնայած մի կողմից սպասելի, այն որ Տելեկոմ Արմենիան, այսինքն Տելեկոմը եւ Ազերտելեկոմը պայմանագիր են կնքել տրաֆիկի տարածման մասին եւ քանի որ հարցերը անդադողում միանգամից փորձեմ պատասխանել, իրականում հաստատի ստացվում է, որ սահմանով անցնելու է, ոնց հասկանում եմ, երկու մալուխ եւ այստեղ մի կարևոր բան կա, կարծում եմ, այն է, որ ընդհանրապես տրանզիտը Հայաստանի Ադրբեջանի միջով այս պահին գոյություն ունի միայն երկաթուղային ու այստեղ մենք ենք կապվածության մեջ գտնվում, այսինքն Ադրբեջանը մեզ մոտակարարում է Ռուսաստանից օրինակ ապրանք, հատկապես հաշվի առնելով Լարսի խցանները, պլյուս բենզինի հարցը, Ռուսաստանը ոնց որ հեսա մեծ լուրջ ճգնաժամ սկսվում ու մենք լուրջ կախվածության մեջ ենք կարող հայտնվել նաև Իրանի հարցը վերցնելով Ադրբեջանից վառելիքի հարցով, այստեղ հակառակն է, ինչ որ առումով, այն է, որ հաստատի այս տարածում, այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, այսինքն Ես կազմից մնքել ենք ինչ-որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնական պետք Նախճարանի հետ կապվելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Թիմ Տելեկոմի արտադրությունից մեկից արդեն բխում էր, որ իրենց պահալուխներով անցնող տրաֆիկը մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր, գիտեք որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ միջին արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկ անցկացնում, սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի որպես դերակատար, այստեղ մենակ Ադրբեջանը չէ, որտեղ նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով ու նաև վատ չի այն առումով, որ մենք ունենք որոշ backup, երբ որ Վրաստանում ինչ-որ մի տատիկ հերթական անգամ կարտոլ փորելով մալուխները կտրի, մենք ունենում ենք ինչ-որ backup-ային տրաֆիկ ու տեսնենք այս հետո գրազարկը։ Եթե խորհրդան անցած ընդդիմադիր երկու ուժերի բոլոր պատգամավորության թեկնածուները հրաժարվեն մանդատներից, գործող ընտրականորեն գիրքը չի նախատեսում այդ մանդատները փոխանցել այլ քաղաքական ուժերի, հայտարարել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, նշելով, որ նման իրավիճակում իշխանության առջև կարող է կանգնել արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտությունը։ Եթե բոլոր 412 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, ապա Նիկոլ Փաշինյանն ունի երկու տարբերակ՝ կամ փորձել մանդատները փոխանցել ավելի քիչ ձայն հավաքած ուժերին, դիմելով Սահմանադրական դատարան կամ փոխելով օրենսդրությունը կամ գնալ արտահերթ ընտրությունների։ Առաջին տարբերակը ես հավանական չեմ համարում, որովհետև Փաշինյանն ինքն իր ստեղծած լեգիտիմ պատկերի վրա չի կրակի։ Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտառակություն եւ ապա լեգիտիմ գործողություն կլինի, որ ավելի հավանական է մի կերպ յոլա գնան խորհրդանում, ապա գնան արտահերթ ընտրությունների։ Այդ ընտրությունները կարող են լինել 1 տարի հետո կամ նույնիսկ ավելի շուտ։ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել ընդդիմադիր ուժերի համախմբման նախաձեռնությամբ հայտարարելով ոչի համազգային շարժում ձևավորելու անհրաժեշտության մասին։ ՀԱԿ-ի գնահատմամբ իշխանությունները փորձում են սահմանադրական մեծամասնության միջոցով ոչ միայն իրականացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող փոփոխությունները, այլև ամրապնդել անձնիշխանական համակարգը, սահմանափակելով ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական ազատությունները։ Կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր ուժերին միավորվել եւ համատեղ պայքար սկսել արտահերթ ընտրությունների, սահմանադրական փոփոխությունների եւ իրենց բնորոշմամբ իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ։
Ստեղծված իրավիճակում Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել ոչի շարժման համազգային միասնական ճակատ։ Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն մի քանի հիմնական ուղղություններով, սկսած հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ իշխանությունների որոշումների բողոքարկումից մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական փոփոխությունների գործընթացին դիմակայելը։ Միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք մշակել նոր սահմանադրության նախագիծ 1990 թվականի կիսանախագահական մոդելի հիման վրա, որը կպահպանի հղումը անկախության հռչակագրին եւ կստեղծի պետական ինստիտուտների անկախությունն ապահովող արդյունավետ զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել մի շարք քաղաքական ուժերի դիմումները կապված ԿԸՀ-ի 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անփոփոխ որոշման հետ։ Քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին, դրանք միավորվել են մեկ վարույթում եւ կքննվեն նույն նիստում։ Դատաքննությունը տեղի կունենա հունիսի 26-ին ժամը 11-ին բանավոր ընթացակարգով, իսկ գործող զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ ՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշման Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ ՍԴ-ն գործով որպես երրորդ կողմ է ներգրավել նաեւ ՔՊ-ին։ Կալանավորվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը փաստաբանի հետ ինքնակամ ներկայացել է քննչական մարմին։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից տեղեկացնելով, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով տեսակցությունների սահմանափակմամբ։ Նշենք, որ Կամո Գրիգորյանը 1 տարի է հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո էլ քաղ բանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային։ Նրա խոսքով քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում, իսկ այս պահին նույնիսկ դժվար է թվարկել բոլոր նրանց, ովքեր գտնվում են կալանքի կամ այլ խափանման միջոցների ներքո։ Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող եւ քաղաքական ու տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին։ Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ եւ Միքայել Սրբազաններ։ Ազատություն բոլոր քաղաքբանտարկյալներին գրել է Աբրահամյանը։ Փամբագետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը այսօր ժամը 14:25-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 13 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավել էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչո թռչող սարքեր, օգտագործվել են նաեւ նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Իրանն ու Միացյալ Նահանգները Քաթարի եւ Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը եւ ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների մեխանիզմ։ Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկում կայացած բանակցություններից հետո միջնորդ երկրները հայտարարել են, որ կողմերը պայմանավորվել են ձևավորել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կհամակարգի միջուկային ծրագրի, պատժամիջոցների եւ վեճերի կարգավորման հարցերով աշխատանքները։ Բացի այդ, ստեղծվել է հատուկ կապիկից միջադեպերը կանխելու եւ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը ապահովելու նպատակով։ Կողմերը նաև պայմանավորվել են Լիբանանի հետ համատեղ ստեղծել ապակոնֆլիկտացման կենտրոն ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման համար։ Տեխնիկական խորհրդակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ բանակցությունների արդյունքում չեղարկվել են իրանական մի շարք ակտիվների եւ նավթի արտահանման սահմանափակումները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Շվեյցարիայում Իրանի հետ բանակցություններում արդեն իսկ նշանակալի առաջընթաց է գրանցվել եւ առաջիկա ժամերին ակնկալվում են նոր արդյունքներ։ Նրա խոսքով ընթացող բանակցությունները հնարավորություն են տալիս կողմերին քննարկել հիմնական տարաձայնությունները եւ փորձել նոր էջ բացել հարաբերություններում։ Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել։ Ես ակնկալում եմ, որ մոտակա ժամերին ավելի մեծ առաջընթաց կունենանք։ Սա տեխնիկական բանակցությունների մեկնարկն է, եւ այս փուլում բոլոր տարաձայնությունները չեն լուծվի, սակայն պատմության մեջ առաջին անգամ մենք նստել ենք մեկ սեղանի շուրջ, հասկանալու թե կողմերի համար ինչն է ամենակարևորը եւ ինչպես կարող ենք գնալ դեպի ավելի լավ ապագա։ Հարցն այն է, թե ինչ կարող ենք միասին անել։ Կարող ենք ամեն ինչ սկսել մաքուր էջից, կարող ենք ընդմիշտ փոխել հարաբերությունները Մերձավոր Արևելքում, թե վերադառնում ենք նախկին իրավիճակին։ Մենք դա չենք ցանկանում, բայց անկասկած այդ սցենարը հնարավոր է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարական տալու մասին, նշելով, որ իր կուսակցությունն այլևս իրեն չի տեսնում հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանող առաջնորդի դերում։ Նոր վարչապետի ընտրությունը նախատեսվում է մինչև սեպտեմբերին խորհրդարանի աշխատանքի վերսկսումը։
But I know Իմ կուսակցության կողմից հիմա հնչող հիմնական հարցը հետևյալն է. արդյոք ես լավագույն դիրքում եմ գտնվում, որպեսզի կարողանամ մեզ առաջնորդել դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ Ես լսել եմ խորհրդարանական կուսակցության պատասխանը եւ այն ընդունում եմ մեծ հարգանքով։ Ես արդեն տեղեկացրել եմ Չարլզ Թագավորին իմ հրաժարականի որոշման մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել որպես Միացյալ Թագավորության վարչապետ, սակայն այժմ ժամանակն է, որ կուսակցությունը նոր առաջնորդ ընտրի եւ շարունակի իր ճանապարհը։